Կարապետյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ կա եւ այսպես հայ առաքելական եկեղեցու դեմ տեսնում ենք իրենք ինչ արշավ են իրականացնում։ Սա ամոթալի պատկերն է, ինչպես են 8 եպիսկոպոսներ, 8-ներ, 10-ներ այլևս չգիտեմ, գնացի եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեցի, հետո էլ խոսում են այն մասին, որ ինչ-որ պահանջներ են ուզում ներկայացնել Վեհապար Հայրապետին։ Խնդրեմ այս պատկերի հետ կապված ձեր տեսակետը, բայց եթե դեմ չեք, մինչև այս պատկերին անդրադառնալ, ընդհանրապես շատ կարճ 1 րոպեանոց տեսանյութ մեր գործընկերն է պատրաստել Գևորգ Սրբազանի վերաբերյալ։ 4-ից 20-ը դեմ են եղել, որ Բագրատ Սրբազանը քաղաքական շարժում սկսի։ Ապետ Մարուկյան, սպասի գար քեզ մի հատ պաչե։ Հետո հիշում եմ, որ ոմանք հայտարարություններ արեցին սատարող եպիսկոպոսներ։ Ես չեմ արել սատարող հայտարարություն, որովհետև դեմ եմ եղել պատկերում Բագրատ Սրբազանի հետ խոսում այն։ Ես հիշում եմ այդ պատկերը։ Գործընթացը պետք չէր։ Ապետ Մարուկյան, սպասի գար քեզ մի հատ պաչե։ Որ Բագրատ Սրբազանը Հայաստանի քաղաքացի չի, անանուն նա կանադայի քաղաքացի էր, և երբ որ հարց տվեցինք, թե այդ դեպքում ինչպես ես առաջադրվելու, ասեց ես ժողովրդի միջոցառության շուրջ կգործադրվի, չգիտեմ, օրենք կփոխվի, ես դա անկեղծ եմ ասում, ցավում եմ իր համար, բայց դա արկածախնդրությունից ավել չէ։ Ապետ Մարուկյան, սպասի գար քեզ մի հատ պաչե։ Խնդրեմ, այս պատկերն է, այս անձը այսօր էլ խոսում է Վեհապարի դեմ, համեցեք, ինչ է տերմին, ովքեր են այս մարդիկ։ Նախ ասեմ, որ Գևորգ Սրբազանին ճանաչում եմ անձամբ, ունեցել եմ հետը տարբեր հարցերի շուրջ զրույցներ ենք ունեցել, կարճ ժամանակ հետո հասկացել եմ, դրա մասին էլ գրառում եմ արել, որ Գևորգ Սրբազանը ինտրիգների սիրահար է եւ շատ հեռու հոգեվորականի կերպարից։ Ցավայել կարելի է իր համար եւ իր այսօրվա կարգավիճակի համար, այն բանի համար, որ երբևիցե չկարողացավ դրսևորել կամայականություն, ճիշտ հակառակը ցուցաբերվեց իր կողմից թուլակամ դրսևորումներ, եթե բացի այս տեսագրությունից, եթե կհիշեք, ընդամենը մի քանի ամիսներ առաջ էջմիածնում հուզված, բառից բուն իմաստով հուզված լաց էր լինում, մեղադրում էր իշխանություններին, պաշտպանում էր կաթողիկոսին, հավատարմություն էր անմնացորդ բեմադրում կաթողիկոսի նկատմամբ, ես կարծում եմ բարեբախտաբար այսօր հանրությունը եւ արդեն ավելի լայն շրջանակներ հասկացան Գևորգ Սրբազանի ով լինելը։ Մի փոքր անհարմար եմ զգում Գևորգին այլևս Սրբազան անվանելը, բայց ամեն դեպքում քանի դեռ Գևորգը ունի Սրբազանի կարգավիճակ, ստիպված եմ դիմել Սրբազանով։ Ինչ վերաբերվում է իրադարձություններին, այն ինչ տեղի է ունենում, սա խայտառակ օրեր ենք ապրում, բայց եթե նայենք այն տեսանկյունից, որ եկեղեցին պետք է մաքրվեր, այո, եկեղեցին պետք է մաքրվեր։ Նիկոլին հաջողվեց եկեղեցին մաքրել, այո, Նիկոլին հաջողվեց եկեղեցին մաքրել, իդեմս այդ 8-10 սրբազանների, որոնք իդեպ այդտեղ կային սրբազաններ Կճոյանի գլխավորությամբ, որոնց Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր ազգային ժողովի ամբիոնից եւ եկեղեցին թիրախավորում էր հենց Կճոյանի դեմքով, այսինքն այդ ժամանակ հղում էր տալիս Կճոյանին եւ եկեղեցին թիրախավորվում էր հենց Կճոյանի վարքից, հարստահարվելուց, մեքենայի մագնիշից եւ այլնից։ Այսօր հետո հիշում եք ընդդիմադիր ժամանակ նաեւ երբ որ խմբագիրը Նիկոլ Փաշինյանը Բենթլի Սամու էր, չէ՞, անվանում։ Այո։ Դիմացի նստած է Բենթլի Սամը։ Այո, այսինքն կարող ենք ասել, որ Կճոյանը այս պահի դրությամբ ապաշխարել է Նիկոլին եւ Նիկոլը Կճոյանին մեղքերի թողություն է տվել, կարող ենք ասել եւ բնականաբար, եթե
Կճոյանը այսօր կարողանում է նստել Նիկոլ Փաշինյանի առաջ, սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը եւ Նիկոլ Փաշինյանը մոռացության է տալիս Կճոյանի Բենթլին, ապա կարող ենք փաստել այն մասին, որ հետայսու Կճոյանի հոգևոր առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է։ Բայց այստեղ մի այլ խնդիր էլ կա, որ մենք այս կեղծ, ոչ փաստարկված տեղեկույթները, երբ որ տարածվեցին, հասարակությունը հանրության աչքի առաջ հայտնվեցին, սկսվեցին քննարկումներ, մենք հեռացանք բուն նյութից եւ բուն քաղաքական դրդապատճառներից այդ ամենի։ Նախ ասեմ, որ վերադառնալով սկզբնական Նիկոլ Փաշինյանի խոսքերին եւ վարած քաղաքականությանը, Նիկոլ Փաշինյանը սկսեց թիրախավորել եկեղեցին այն պահից ի վեր, երբ որ Փաշազադեն ցանկություն հայտնեց իր հայտարարության մեջ Ադրբեջանի հոգևոր կենտրոնը տեղափոխել Էջմիածին։ Դրան զուգահեռ նաև շրջանառության մեջ Ալիևը դրեց թեզ Արևմտյան Հայաստան վերադարձի հասկացողությունը, որը իրականությանը չի համապատասխանում։ Դրան զուգահեռ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց թիրախավորել եկեղեցին։ Ես դիմում եմ հորդորս այն հավատացյալներին, որոնք այցելում են այն եկեղեցիները, որոնցում պատարագի ընթացքում զեղչվում է կաթողիկոսի անունը, այդ պատարագը կաթողիկոսի անունը հնչեցնելը դա մանրուք չէ, դա հստակ կանոնակարգ է եւ պետք է Հայոց ամենայն կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունենա ցանկացած պատարագ, այսպես ասած քաղաքական լեզվաբանությամբ պատարագը համարվում է ոչ լեգիտիմ այդ պարագայում։ Եվ նրանք, ովքեր սովոր են որևէ եկեղեցի այցելության եւ չեն կարող գնալ մեկ այլ եկեղեցի, որտեղ իրոք Սուրբ Պատարագ է Սուրբ Պատարագ է մատուցվում, ապա թող գոնե հնչեցնեն պատարագի ժամանակ բարձրաձայն հնչեցնեն կաթողիկոսի անունը։ Մենք դրա նախադեպը ունեցանք իմիջայլոց, անցած Կիրակի Սուրբ Սարգիս եկեղեցում Հովհաննես Իշխանյանը, այո, հնչեցրեց, բերման ենթարկվեց, որի արդյունքում։ Բայց ինքը մենակ չէր, Հայկ Դորունցնել էր, կանայք կային, ովքեր բղավել են։ Այո, լսելի էր, որ մենակ չէր, խմբակային ձայները հնչում էին, կաթողիկոսի անունը հնչում էր, շատ ողջունելի է, բայց ես կցանկանայի Եթե կարելի է ուղղակի մեկ րոպե, այսպես է։ Եվ չի հնչում վերապարի անունը, զեղչում են իրենք ապօրինաբար, պետք է դա պատարագի կանոնակարգում է։ Այստեղ երկու տարբերակ կա, կամ հավատացյալ ժողովուրդը պետք է բոյկոտի եւ չմասնակցի պատարագներին այն եկեղեցիներում, որտեղ զեղչում են կաթողիկոսի անունը, կամ պետք է գնան եւ մասնակցեն իրենց անունը հնչեցնեն, կաթողիկոսի անունը հնչեցնեն, թույլ չտալով, որպիսի տվյալ եկեղեցու հովիվը, որը տվյալ պահին խեղաթյուրված է եւ կատարում է Նիկոլ Փաշինյանի պատվերը, պղծի պատարագը։
Այստեղ մի կարևոր բան եւս ցանկանում եմ հիշեցնել, որ երեք Արշակ Սրբազանի հետ կապված տեսագրության որոշումն է եկել, փորձաքննական որոշումն է եկել եւ Բաբայան Արսենը Արշակ Սրբազանի փաստաբանը գրառում է արել եւ ըստ որի քննչական կոմիտեն հերքել է Արշակ Սրբազանի տեսագրության հետ առնչությունը։ Այսինքն այս հարվածը ոչ միայն եկեղեցու ինստիտուտին է վերաբերվում, այն ինչ որ անում են Նիկոլ Փաշինյանը, այն ինչ որ տվյալ պահին գիտակցաբար անում են այդ 8 սրբազանները, այլ նաև խաթարում է հայ ժողովրդի հավատքի միասնականությունն ու ամբողջականությունը։ Եվ եթե այսօր մենք միահամուռ չլինենք, միասնական չլինենք, թույլ տանք, որ կաթողիկոսի անունը շարունակաբար պատարակների ժամանակ չհնչի, կհասնենք այն բանի, որ այն եկեղեցիները, որոնցում այս պահին չի հնչում կաթողիկոսի անունը, կդառնան մզկիթներ եւ ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի ծրագիրը կդառնա իրականություն եւ նա հերթական անգամ երազանցիկ մակարդակում կկատարի Ալիևի հանձնարարականը Հայաստանում եւ մենք կկորցնենք մեր պետականությունը, մեր ինքնությունը, իսկ եկեղեցին ունի բարոյական մանդատ, այսօրվա դրությամբ բարոյական առումով փորձում են ամեն կերպ փորձում են վարկաբեկել մեր հոգևորականներին եւ դա անում են դիտավորյալ, դրա արդյունքում մենք կորցնելու ենք մեր ինքնությունն ու պետականությունը, եթե տեղի տվեցինք, եթե չկազմակերպվեցինք, եթե չպայքարեցինք, մենք կկորցնենք նաեւ մեր վերջին հենման կետը։ Մերական հանրային խնդրանք հայրապետին, Վերքո հայրապետին կարգալույց անել այս մարդկանց, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ես ինքս միացել եմ հանրային խնդրանքին, որ տվյալ սրբազանները պետք է կարգալույց լինեն, որովհետև նրանք խախտել են իրենց հոգևորական ուխտը, նրանք խախտել են եւ տրվել են աշխարհիկ կյանքի, այդ թվում նաեւ ես կրկնում եմ, որ ապաշխարել են Նիկոլի մոտ, իդեմս Կճոյանի, որովհետև այլ բան չեմ կարող ասել։ Ուստի իրանք շեղվել են եւ ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ բնականաբար ցանկանում եմ եկեղեցին ինքնամաքրվի նման սրբազաններից, որ ես ինքս երբևէ այլևս իմ կյանքի ընթացքում չեմ պատկերացնում եւ չեմ պատրաստվում այցելել այն եկեղեցիներ, որտեղ պատարակը մատուցելու են այդ սրբազանները կամ որևիցե մի տերհայր, որը ուրացել է իր հիմնական ծառայությանը, որը ուրացել է հայ առաքելական եկեղեցում, որը ուրացել է կաթողիկոսին եւ տրվել աշխարհիկ կյանքին եւ երբ որ իրենք խոսում են սրբապղծությունից, իրենք բնականաբար լավ են կարդացել Աստվածաշունչեր եւ լավ գիտեն, որ երբ որ իրանք փորձում են ինչ-որ ինտիմ ինտրիգաներ կպցնել ու վարկաբեկել այն հոգևոր հայրերին, որոնք ունեն բացարձակ հեղինակություն հավատացյալ ժողովրդի կողմից, թող իրենց իրական ինտրիգների մասին մտածեն, ես դրա մասին խոսել եմ, բավականին տեղեկացված եմ, բայց չցանկանալով մտնել Նիկոլի օրակարգի մեջ եւ դառնալ Նիկոլ, չեմ ցանկանում բարձրաձայնել իրենց ինտրիգների, իրենց սեռաքաղցի եւ տարաբնույթ այլասերված վարք ու բարքի մասին, որոնք տարիներ շարունակ իրենք ցուցաբերել են։ Փառք Աստծո, կան նաև ձայնագրություններ, որոնք հրապարակվել են եւ նրանք երբ որ քար են նետում այն մարդկանց ուղությամբ, որոնք ունեն բացառիկ եւ անբիծ կենսագրություն եւ այդպիսի հոգևորականներ են, թող իրենք հիշեն իրենց ձայնագրությունները ու թե քանի անգամ են խախտել պատվիրանները։ Եթե եկեղեցու հետ կապված որևէ ավելացնելու բան չունենք, այսօր ճիշտ ասած լեզվասովը կզրանի ձեր տեսակետը
Դե հոգեկան ես չգիտեմ, մեկ մտածում եմ ինքը շեղվածություն ունի, մեկ մտածում եմ ժողովրդին է դրել շեղվածի տեղ, որովհետև 8 տարի այսքան ծանր վիճակ ստեղծելով երկրում, Արցախը հանձնելով, պատերազմ 120,000 անօթևան արցախցի խայտարակություն, տնտեսական գնաճ, այս սարսափելի վիճակում նման հայտարարությամբ հանդես գալը, ես անգամ չեմ ցանկանում մեկնաբանել։ Դա իմ պատկերացումներից, բանականությունից դուրս է։ Ես չեմ կարող ինչ-որ որևիցե մի մեկնաբանություն տամ։ Այսինքն 10,000, չգիտեմ, միգուցե 50,000 ավելացնի, դա էլ չեն նկատի, 100,000, դե դրա փոխարեն թող մի 100,000 ավելացնի, ժողովուրդը դա էլ չի նկատի, որովհետև ժողովուրդը այնքան անհոգ է ապրում Նիկոլի Հայաստանում, այնքան ապահով է ապրում Նիկոլի բերած Հայաստանում, այնքան անվտանգ է ապրում։ Ասխանուզեք չուզեք, նաև ձեզ ասում, հաստ է իրողությունը այլևս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է։ Փաստ է այլևս, որ քանի կա Նիկոլը, մենք վտանգված ենք չունենալ նաև Հայաստանը։ Եթե խաղաղությունը Նիկոլը բերում է Հայաստանը, նաև Հայաստանը Ադրբեջանի զիջելով, մեկը ես նման խաղաղության կողմնակից չեմ և չեմ ցանկանում ադրբեջանական լծի տակ ապրել։ Ժողովուրդն էլ ինքը պետք է եզրակացություններ անի, հետևություններ անի, 8 տարի եւ այդ արդեն մենք բացատրել ենք, ասել ենք, խնդրել ենք, հորդորել ենք, հասել ենք այն կարմիր գծին, որ կամ կլինի Նիկոլը, կամ կլինի Հայաստանը։ Հիմա եթե շարունակելու ենք այն մարտավարությամբ, որով շարունակել ենք այս շուրջ 8 տարին, ուրեմն Հայաստանը չի լինի, կլինի Նիկոլը։ Ինչ ասեմ։ Եկեղեցին արդյոք կդառնա եկեղեցու դեմ այս արշավը իրապես հանրային միասնության ընդգծման ալիքի սկիզբ։ Կլինեմ անկեղծ, չեմ կարծում, որ տրիգեր հնարավոր է դառնալ, որտեղ եթե տրիգեր դառնա, տրիգերն արդեն դառած կլինի։ Բայց նաև ավելի քան վստահ եմ, որ քանի կա կաթողիկոսը եւ քանի կա Արշակ Սրբազանը, եկեղեցին չի ընկնելու, նենց ոնց որ ընկավ Արցախը։ Դրանում վստահ եմ, բայց այդ թե որքանով հավատացյալ ժողովուրդը, այն ժողովուրդը, որը պատարակներին է մասնակցում, որը իրար հերթ չտալով գալիս է ապաշխարություն է խնդրում, այդ ժողովուրդը կգիտակցի եւ կունենա քաջություն, ամրություն կանգնելու եկեղեցու կաթողիկոսի կողքին, ոչ թե կաթողիկոսի կողքին, այլ եկեղեցու կողքին իդեմս կաթողիկոսի, դա դժվարանում եմ ասել, կլինեն մարդիկ իդեմս ինձ, դրանք քիչ չեն, որովհետև ես նաև որոշ շրջանակների հետ շփում ունեմ, քանի որ հաճախ եմ այցելում եկեղեցի, հաճախ եմ ներկա գտնվում պատարակներին։ Ես խորին համոզմունք ունեմ, որ եկեղեցին չի պարտվելու Նիկոլին։ Նիկոլը կպարտվի եկեղեցուն եւ քիչ անց այդ 8-10-ն տենց չկողմնորոշման 8-ին, 10-ին, կեսը ստորագրեր էր, կեսը նշաններ էր դրել։ Մի քանիսը ասեցին, որ իրենք չեն ստորագրել այդ թղթի տակ։ Նույն այդ հոգևորականները, երբ որ հասկանան, որ Նիկոլը պարտվում է եկեղեցուն, այսինքն բարին հաղթում է չարին, իրենք շատ արագ կերպով կփորձեն ապաշխարել եւ դարձի գալ, բայց ես լիահույս եմ, որ թող ապաշխարեն, այո, ապաշխարել պետք է եւ պետք է բոլորին, բայց հուսով եմ, որ իրանք այլևս չեն լինի սրբազաններ եւ այլևս հոգևորականի կարգավիճակ չեն ունենա, քանի որ իրենք այնպիսի մի քայլ են արել, որը հակասում է հոգևորականությանը, հակասում է
բարոյականությանը, խախտված է եղել ոչ միայն հոգևորական ծառայությունը իրանց, խախտված է եղել նաև իրենց մարդկային բարոյականությունը։ Հուսով եմ շատ կարճ ժամանակ հետո այս ամենը հանգուցալուծում կստանա եւ գոնե մեկ կառույց, թեպետ պատմությունն էլ փաստել է այն մասին, որ եկեղեցին ամենադժվար պահին կարողացել է միահամուռ ուժերով համախմբել ժողովրդին, հենց կլինի այն հենարանը, որը վերջնականապես ցույց կտա, որ Նիկոլը այո կա կառույց, կա բարոյական ինստիտուտ, որին Նիկոլը կպարտվի Հայաստանում։ Գևորգ Սրբազանին քանի որ անձնապես եք ճանաչում, ասելիք ունեք։ Գևորգ Սրբազանին ասելիքս Չէ, Գևորգ Սրբազանին ասելիք չունեմ, պարզապես մի բան կհիշատակեմ, երբ որ մի օր քննարկման ժամանակ քննարկվում էր սրբազանների ամուսնության հարցը, որ ես ինքս կողմ եմ, որ սրբազանները ամուսնանան, դա բնականաբար կանոնակարգ է եւ Աստվածաշնչից եկած պատվիրան չէ եւ մինչեւ 4-րդ դարը եպիսկոպոսները ամուսնացել են, իսկ Աստվածաշնչում Պողոս Առաքյալը բացահայտ ասում է, որ տղամարդը պետք է լինի մի կնոջ տղամարդ, այսինքն ընդունված է եղել եպիսկոպոսների ամուսնությունը, պարզապես 4-րդ դարից հետո, երբ որ եկեղեցու ուսերին նաև ծանրացել է պետական բեռը եւ նրանք մասնակցել են նաև պետության կապեր հաստատելուն, վարչական գործունեություն են ծավալել, դրանից հետո այդ կանոնակարգը մտցվել է եւ հստակեցվել է։ Ինչ վերաբերում է Գևորգին, երբ որ Գևորգի հետ քննարկում ա եղել, Գևորգը ինքը շատ ողջունել է այդ նախագիծը, անգամ եթե չեմ սխալվում, ասել է, որ ինքը նման նախաձեռնությամբ հանդես է եկել, որ սրբազանները պետք է ամուսնանան։ Հիմա ինչու՞ն է խնդիրը Գևորգ Սրբազանի, ինչու՞մ է մեղադրում, նամանավանդ երբ որ գիտենք հենց ինքը 1000 անգամ չեղած բանի համար հոգևորականին մեղադրում է, իսկ ինքը լինելով սրբազան մենք շատ լավ հասկանում ենք, որ քանի անգամ է ինքը իր ուխտը խախտել, նաև պատվիրանը խախտել եւ աչք դրել իր բարեկամի, իր հարևանի ունեցածի վրա, չմանրամասնեմ, Գևորգին մամուլում կա հրապարակումը, հա, չեմ ցանկանում մտնել մանրամասների մեջ, էլի եմ ասում, չեմ ցանկանում Նիկոլիզմով պատասխանել։ Մնացածը Գևորգին, ես պարզապես խղճում եմ Գևորգին, այդքանը, որովհետև երբ որ ինքը հասկանա, որ այլևս սրբազան չէ, որ այլևս չունի բարոյական ոչ մի նորմ, որով կարող է որևիցե մի հարթակում հանդես գալ, այդ ժամանակ ինքը կհասկանա, թե որքան խղճալի վիճակում է հայտնվել։ Այսքանը թերևս։ Շնորհակալ եմ։